Վաղարշապատի համայնքապետի ընտրություններին ուղիղ 19 օր է մնացել։ Իշխող քաղաքացիական պայմանագրի կողմից առերևույթ խախտումների ահազանգերով մեկնարկած քարոզարշավն ակտիվ փուլում է։ Հանդիպումներ, քայլերթեր, թռուցիկներ, պաստառներ։ Մասնակցող 8 ուժերի առաջին համարները բնակիչներին համոզում են, խնդիրների լուծման ճանապարհները հենց իրենք գիտեն։ Խնդրի, որ ակտիվ մասնակցեն։ Հայ հեղափոխական դաշնակցություն եւ առաջ աչակենտրոն կուսակցությունների կազմած հաղթանակ դաշինքի քաղաքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանն այսօր բոլորովին վերջերս Վաղարշապատին միացած Տողս գյուղում էր շրջում։ Թեկնածուին բնակավայրում ոչ բոլորն էին ճանաչում։ Նրան մոտեցած երկու կանայք նախ ցանկանում էին պարզել, որևէ քաղաքական ուժ է ներկայացնում։ Ընտրությունները կուսակցություններով է։ Պարզաբանում ստանալուց հետո կինը ներկայացրեց իր հիմնական գանգատը՝ գյուղում մանկապարտեզ չունեն։ Երեխաներին ստիպված էջմիածին են հասցնում ու մի կլորիկ գումար վճարում։ Գյուղից քաղաքը 20,000 են ուզում։ Միգուցե խոսքի մենակ կոնկրետ իմ մասին չեմ մտածում, ինձնից հետո էլի ծնողներ կան, ինչի է որ գյուղից քաղաքը 20,000 կամ քաղաքինը 10,000։ Համայնքապետի թեկնածուի արձագանքը կանխատեսելի էր։ Ընտրվելու դեպքում գյուղում մանկապարտեզի կառուցումն առաջնային է լինելու։ Որպեսզի դուք երեխաներին չտանեք էջմիածնում մանկապարտեզ, այլ ձեր գյուղում ձեր սպորտի խմբակ։ Ես քիչ առաջ էլ հարցազրույց տալուց ասել են, որ այդ խնդրը գյուղերում կա, մեզ համար առաջնային է լինելու։ Էջմիածնի ու խոշորացված համայնքի մյուս բնակավայրերի որ խնդիրը առաջին հերթին կլուծի ընտրվելու դեպքում, հարցրինք Սևակ Խաչատրյանին։ Առաջի հերթին հենց մենք փորձենք լուծել բազմաբնակարան շենքերի տանիքների, բակային հատվածների, կոյուղատարների խնդիրները, մեծ խնդիր կա նաև թափառող շների հետ կապված, դա նույնպես մեզ համար առաջնային է։ Իշխող քաղաքացիական պայմանագրի թեկնածուն այսօր դարձյալ Էջմիածին քաղաքում էր շրջում։ Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի քարոզարշավը սկանդալներով սկսվեց։ Նա ընդամենը 1 օր առաջ հենց նույն Տողս գյուղում բարեգործության անվան տակ իրականացված մի միջոցառման էր մասնակցում, որի ընթացքում ըստ լրատվամիջոցների ու իրավապաշտպանների երեխաներին նվերներ են հանձնել։ Մեկ երեխայի $10,000 համարժեք գումար են տվել։ Ականատես դիտորդական առաքելությունը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, պնդելով, թե նման միջոցառմանը մասնակցությունը քրեական օրենսգրքի առերևույթ խախտում է պարունակում։ Լրագրողներն ու իրավապաշտպաններն ահազանգում են նաև վարչական ռեսուրսի չարաշահումների մասին։ Քարոզարշավի առաջին օրն արձանագրել էին համայնքապետարանի աշխատակիցները քաղաքացիական պայմանագրի թեկնածու Արգիշտի Մեխակյանի պաստառներն էին փակցնում, ինչն օրենքով արգելված է։ Գլխավոր դատախազությունից ազատությանն անցած շաբաթ հայտնել էին, զբաղվում են հանցագործության մասին հաղորդմամբ, այլ մանրամասներ իրավապահները չեն հայտնում։ Ինքը Մեխակյանը միջոցառմանն իր մասնակցությունը խախտում չի համարում, օրերս ասաց, թող իրավապահները քննեն։ Այսօր իրենց թեկնածուի խոսքերը լրացրեց տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը։ Այնտեղ քաղաքական կոչեր, ընտրություններին մասնակցության հետ կապված ոչ մի հարց չի քննարկվել, ոչ մի հրապարակային այդպիսի բան չի եղել։ Եղել է համայնքային միջոցառում, որին մասնակցել է համայնքի ղեկավարը եւ Արմավիրի մարզպետը։ Քաղաքացիական պայմանագրի թեկնածուին անցած շաբաթ նույն հարցն էինք տվել։ Ընտրվելու դեպքում ինչ են խոստանում անել։ Առաջիկա 5 տարիներին պլանավորում ենք իրականացնել լայնածավալ բարեկարգման աշխատանքներ, մասնավորապես ասֆալտապատման։ Ասֆալտապատումը ասելով ես նկատի ունեմ նաև փողոցի տակի ենթակառուցվածքների փոխարինմամբ։ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած համահայկական ճակատ կուսակցության համայնքապետի թեկնածուն Պահեստազորի սպա Արտյոմ Սիմոնյանն է։ Նա իր թիմակիցների հետ շրջում է փողոցներում, ահազանգում է իր ու ընդդիմադիր այլ թեկնածուների պաստառները պատռում են։ Ինչի համար է գնդապետի համազգեստը ձեր կողմից փոխվում, պատրվում, գցում գետնին։ Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի նախընտրական խոստումն է՝ լավա լինելու։ Մայր Հայաստան կուսակցության առաջին համարը Գրիշա Հարությունյանն է։ Կոչ են անում մեջբերեմ միանալ ու փոխել։ Նիկոլ Փաշինյանը վախին չի մտնում Վաղարշապատ։ Ազատ դեմոկրատների առաջին համար կառուցապատող ընկերության ղեկավար Վահրամ Ազատյանի քարոզարշավի ընթացքում կառուցապատման ոլորտի իր փորձը մշտապես է մատնանշում։ Նախընտրական լոզունգն է՝ կառուցենք մեր համայնքը միասին։ Ժառանգության առաջին համար Արկադի Փայտյանն ընտրություններին մասնակցում է ուժ եւ հավատ կարգախոսով։ Հայրենիքի քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանն էլ մյուս բոլոր ընդդիմադիրներին առաջարկում է հանդիպել ու քննարկել քարոզարշավի խաղի կանոնների պահպանման ու խնդիրներին արագ արձագանքելու հարցերը։
ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։